Շնորհակալություն։ Հարցս ուղղում եմ առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին։ Տիկին Ավանեսյան, մի այսպիսի տեխնիկական խնդրի մասին են ինձ ասել ապահովագրման process-ի հետ կապված, տեսեք 500,000 դրամից քիչ ստացող աշխատողները կարող են իրենց սոցփաթեթի գումարը, ինչպես քիչ առաջ ասեցիք, իրենց կամքով դիմում գրել եւ ուղղել ապահովագրությանը, սակայն պարզվել է, որ իրենք ամեն ամիս պիտի բանկից տեղեկանք բերեն ցույց տալու համար, որ այդ գումարը այլ նպատակների չեն ուղղում, ազատ է այդ գումարը, այսպիսի տեխնիկական հարց է ծագել, այստեղ էլ մեզ մոտ էլ ազգային ժողովում էլ ոնց ենք մենք եւ առաջարկը այդ հարցը բարձրացնողների կողմից այն էր, որ եթե միևնույնն է մարդը վճարելու է այդ գումարը, եթե սոցփաթեթից չվճարի, իր գրպանից է վճարելու, այսինքն կամ աջ գրպանից կամ ձախ գրպանից պիտի վճարի այդ գումարը, մի անգամից պարտադիր անենք սոցփաթեթից մենք առանց իր համաձայնության մի անգամից տեղափոխենք ապահովագրության համակարգ, էլ այդ մարդուն չուղարկենք բանկ ամեն ամիս։ Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, համեցեք տիկին նախարար։ Պարոն Եղոյան, մեր բոլոր նման դիմում գրելու պարտավորություն առաջացնող դեպքերում մեկ անգամ են դիմում գրում եւ այդ մեկ անգամ դիմում գրելուց հետո ամեն ամիս նույն սկզբունքով իրականացվում է պահումները, վճարումները եւ այլն։ Այսինքն այստեղ երևի ինչ որ տեղեկատվությունը ճիշտ փոխանցելու խնդիր ենք ունեցել։ Ինչ վերաբերում է ինչու ենք հնարավորություն ընձեռել եւ ոչ թե պարտադրանք դարձրել, ես կարծում եմ սա էլ ճիշտ քաղաքականություն է, որ անձը ունենա ընտրելու հնարավորություն այս գումարները այդ պահին ուղի առողջության ապահովագրությանը, թե կրթությանը, թե այլ կարիքներին, ի վերջո սա իր գումարն է եւ ըստ էության ուզում եմ ասել, որ կարծում եմ ճիշտ է այս ձևաչափը, որ մարդն է ընտրում, թե ուր ուղի իր խնայած գումարները։ Եվ ինչ վերաբերում է 500,000-ից ավել, հա, օքեյ, շատ լավ։ Տիկին Ավանեսյան, այս խնդրի մասին ինձ ասել են հաշվապահները, պետական հիմնարկներում աշխատող հաշվապահները, ում ամենօրյա գործն է այդ գումարը այնտեղից այնտեղ փոխանցելը։ Իրենք են ինձ ասել, որ այս եւ այն կամ այս եւ այն կարգավորումներով չեմ կարող այդ ֆինանսական դետալների մեջ մտնել, որպեսզի հավաստիանան, որ այդ գումարը կա, որովհետև կարող է տեսականորեն տարվա կեսից կամ հաջորդ ամիս մարդը որոշի այդ գումարը սոցփաթեթի ուղղել այլ ծառայության վճարման համար, իրենք պիտի բերեն բանկից թուղթ ցույց տալու համար, որ այդ ամսվա 6,000 դրամը այնտեղ է եւ կարող են փոխանցել ապահովագրությանը։ Այս խնդիրը կա, ես խնդրում եմ մի հատ նայեք եւ էլի կրկնեմ, էլի եթե միևնույն է մարդը պիտի վճարի, օքեյ, շատ լավ, ընտրություն էլի ունենա, բայց ստացվում է միևնույն է վճարելու, հետեւաբար այստեղ ընտրություն փաստացիորեն չկա էլ, որովհետեւ կամ այս կողմից կամ այն կողմից իր գումարը, ինչպես դուք ասացիք, պետք է վճարի, շտարբեցու սոցփաթեթից է վճարում, թե իր քարտին նստած աշխատավարձից։ Մի անգամից տանենք, հեշտացնենք գործը։ Ես անպայման մեր հաշվապահների եւ հաշվապահական ծրագրերի կազմակերպիչների մեր խմբերում եւս մեկ անգամ պարզաբանումը եւ հղումները կզետեղեմ, որպեսզի հարցը պարզ լինի եւ քաշքշուկներ չառաջանան իզուր տեղը։ Իսկ ձեր առաջարկը բաց եք, առաջարկեք հետագայում օրենքի մեջ կարող ենք դիտարկել։ Շնորհակալություն տիկին Ավանեսյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։